Շնորհակալ եմ, վարչապետ Փաշինյան, շնորհակալություն այս ներկայացման համար, շնորհակալություն նախագահ Կոստա, այս շատ բարեկամական հրավերի համար եւ այս առաջնորդության համար, որը դուք ցուցաբերում եք աշխարհի եւ համայնքի համար այս կարևոր ժամանակաշրջանում։ Son initiative visant à créer cette rencontre. Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Կոստային, նախագահ Կոստային, նրա տեսլականը եւս մեկ անգամ կարևոր է The progress that's been made on peace between Armenia. Որովհետև դա շատ կարևոր տեսլական էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար եւ ես ուզում եմ ողջունել նաեւ նախագահ Ալիևին։ Ես կցանկանայի եւս մեկ անգամ շնորհակալություն ցույցել այս հրավերի համար եւ կարծում եմ, որ Կանադան որպես ոչ եվրոպական երկիր առաջին անգամ միացել է այս գագաթաժողովին, թեև դա շատ տեղին է, որովհետև մենք ոչ եվրոպական երկրներից առավել եվրոպականն ենք, որովհետև մենք երայկողմ համապատասխանություն ունենք վստահության, պատմության եւ արժեքների տեսանկյունից եւ ես կցանկանայի նորից ջրի համաբանությանը հղումանել, որ իրականատեսը եկանք բացման հնարավորության ժամանակ, որը անձնավորում են 10 միլիոնավոր կանադացիներ, որոնք եվրոպական ծագում ունեն, այդ թվում 50,000 հայերը։ Ես մեր ընդհանուր արժեքները ծնվում են մեր ընդհանուր պատմությունից՝ խաղաղություն, ժողովրդավարություն, բազմակարծություն, ազատատենչություն, եւ սրանք որոշարկում են մեր կողմնորոշումը դեպի մեր ընդհանուր ապագա։ Կանադան մշտապես եւ շարունակաբար պայքարել է այս արժեքների համար, այդ թվում նաև վերջին տարիների ընթացքում, որ բարեկամական կոալիցիայի մասնակցությամբ, որովհետև մենք ամենախոշոր մեկ շնչի հաշվով մասնակցություն ունենք Ուկրաինայի համար եւ Լատվիայի ուղղությամբ մեր համագործակցությունը, ինչպես նաև հյուսիս եվրոպական երկրներում, Գերմանիայում, Արկտիկ անվտանգության ուղղությամբ եւ մենք միակ ոչ եվրոպական մասնակիցն ենք, որը եվրոպական Արգելությունում ներկայություն ունի Հայաստանում։ Մենք ցույց ենք դնում ոչ միայն մեր արժեքների ուժը եւ պաշտպանում ենք ոչ միայն կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգը, ինչպես դուք արդեն նշեցիք, իրապես եւ երևացիորեն Անտոնիո, բայց նաեւ ընդգծում ենք մեր ուժի արժեքը եւ սա իսկապես անհրաժեշտ է, որովհետեւ աշխարհը հիմա մի քանի ուղղություններով խզվածքի մեջ է եւ տեխնոլոգիական իմաստով եւ էներգետիկ եւ առևտրային եւ աշխարհաքաղաքական իմաստներով։ Ինտեգրումը օգտագործվում է որպես զենք ոմանց կողմից, իսկ կանոնները իրականում չեն սահմանափակում հեգեմոնիաները։ Ակտիվորեն աշխարհը ընկալենք այնպես, ինչպեսին որ են կա իհարկե ոչ մեր ցանկալին, մենք մենք նոստալգիային, բայց մենք գիտենք, որ մենք ավելի գործարքային եւ մեկուսի աշխարհի արժեվ ենք կանգնած եւ պետք է գտնենք ավելի լավ շարժվելու ճանապարհը։ Եվ կցանկանայի իմ դիտարկումները ամփոփել մի քանի նկատառումներ, որոնք վերաբերում են ռազմավարական ինքնավարությանը, հասկանալով, որ այսօր անվտանգությունը եւ բարեկեցությունը ավանդական պաշտպանության եւ պարենային եւ էներգետիկ ուղղությունների վրա հիմնված, այդ թվում նաեւ կիսահաղորդիչները, թվանշային ինքնավարությունը, վճարման համակարգերը, մաքուր էներգիան եւ կարևոր է, որ մենք այս մեր ինքնիշխան կարողությունները ձևավորենք վստահության վրա հիմնված առևտրի վրա եւ ձևավորենք նաեւ գործընկերությունը Կանադայի եւ Եվրոպայի միջեւ։ Մենք մեզ դիտարկում ենք որպես մեծապես փոխլրացական ձեր տնտեսական եւ ավտանգային նպատակներին եւ սա ցույց է դրվում այն աշխատանքի միջոցով, որը մենք կատարում ենք մեր նախագահությունների միջոցով Եվրամիություն, Կանադա ռազմավարական գործընկերությանը ընդառաջ ավելի խորը գործընկերություն եւ հարաբերությունների ձևավորելով թվանշային մատակարարման շղթաների անվտանգության էներգետիկ ոլորտներում մենք հայտնի ենք, որ առաջին ոչ եվրոպական երկիրն ենք Եվրամիությունը ապահով նախաձեռնությանը մասնակցության առումով եւ անցյալ տարի 18 միլիարդ դոլարի քրիտիկական հանքանյութերի գործարքներ են կայքել աշխարհի 20 առաջատարների հետ, ինչպես եք մենք ցանկալում, որ մենք սրանք պահեստավորում ենք, որպեսզի ձգտենք կառավարությունների միջև սերտ գործընկերային համաձայնությունների եւ խոշոր 7-նյակի խորագրի ներքո առաջին հերթին, բայց նաեւ ավելի լայն ձևաչափերով։ Մենք աշխատում ենք եվրոպական գործընկերների հետ տեխնոլոգիական պաշարների իմաստով, ցարքակազմերով, անպային տեխնոլոգիաներով, տիեզերական ոլորտում։ Մենք, ինչպես արդեն նշեցինք, երրորդ ամենախոշոր նավթարդյունահանողն ենք, 4-րդ ամենախոշոր գազարդյունահանողները եւ 7-րդ խոշոր վերականգնվող էներգետիկայի աղբյուրը։ Մենք հույսը դնում ենք մեր քաղաքացիներին, գործընկերներին ֆինանսապես մատչելի եւ հասանելի
մաքուր էներգիա մատակարարելու վրա։ Մենք այստեղ ենք եւ ամփոփում են իհարկե եւս մեկ անգամ նորից շնորհիվ ձեր հրավերի եւ շնորհակալ ենք դրա համար։ Մենք այստեղ ենք, որպեսզի մեր համագործակցության անվտանգային հրամայականներին անդրադառնանք Կովկասիայում, Բալկանյան երկրներում, Ուկրաինայում, Եվրոպայի ողջ տարածքում եւ իհարկե այն մեծ ներուժի համար, որ մեր գործընկերությունը ունի, որպեսզի ավելի բարեկեցիկ, արդարացի եւ ավելի ապահով աշխարհ ձևավորելու մեր քաղաքացիների համար։ Եվ իմ դիտարկությունը հետեւյալն է, անձնական դիտարկումը, որ աշխարհի այսպիսի կարգը պիտի վերականգնվի, բայց այն կվերականգնվի եւ կվերակառուցվի ծնունդ առնելով Եվրոպայից եւ եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հրավերի խորհրդանշականության համար։ Շնորհակալություն։